Ավետարան ըստ Հովհաննեսի 14 գլուխ 1-4 կետերը կարդում եմ Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերը, որ նա ասել է մեզ բոլորիս. ձեր սրտերը թող չխռովեն, հավատացեք Աստծուն եւ հավատացեք նաեւ ինձ։ Իմ հոր տանը բազում օթևաններ կան։ Եթե ոչ ես ձեզ կասեի, ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու, եւ երբ գնամ ու ձեզ համար տեղ պատրաստեմ, վերստին կգամ ու ձեզ ինձ մոտ կվերցնեմ, որպեսզի որտեղ ես եմ, դուք էլ լինեք, եւ ուր որ ես գնում եմ, գիտեք նաեւ ճանապարհը։ Տեր Հիսուսը մեզ շատ պարզ ասում է, որ իր հոր տանը, Հայր Աստծու մոտ, երկնային արքայությունում բազում օթևաններ կան։ Եվ եթե ոչ, ես ձեզ կասեի, որ գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։ Մենք Հայր Աստծու մոտ, Տեր Աստծու մոտ, Տեր Հիսուս Քրիստոսի մոտ մեր համար պատրաստված օթևաններ ունենք։ Եվ Տերն ասել է, որ նա կգնա ու տեղ կպատրաստի մեզ համար եւ նորից կգա, որ մեզ իր մոտ վերցնի, որպեսզի որտեղ ինքն է, այնտեղ էլ մենք լինենք։ Շուտով Տեր Հիսուս Քրիստոսը գալու է։ Նա երկրից տանելու է իր սրբերին, իր ընտրյալներին, իր զավակներին։ Բոլոր նրանք, ովքեր պատկանում են Հիսուս Քրիստոսին, նրանք Հիսուսի ընտրյալներն են։ Մենք էլ ընտրել ենք Հիսուս Քրիստոսին։ Բայց միշտ նա է սկզբում ընտրում մեզ, ապա մենք իրեն։ Եվ մենք էլ ընտրել ենք նրան, նրա հետ հավիտենականության մեջ կյանքն ենք ընտրել, որ նա մեզ պարգևել է իր արյամբ։ Եթե Տեր Հիսուս Քրիստոսը չմարդանար, Աստված լինելով չգար երկիր եւ խաչի վրա իր արյամբ մեզ չփրկագներ դժոխքից ու մահից, մեզանից ոչ ոք չէր կարողանա հավիտենականության մեջ ապրել Աստծու արքայությունում, այն օթևաններում, որոնք պատրաստված են մեր համար։ Աստված ամեն բան հոգացել է, ամեն բան արել է մեզ անարժաններիս համար, որովհետև նա մեզ սիրում է անսահման։ Եվ Տերն ասում է, որ ուր որ ես գնում եմ, գիտեք, նաև ճանապարհը գիտեք։ Ճանապարհը Տեր Հիսուսն է, միակ ճանապարհը, որով մենք կարող ենք հասնել Հայր Աստծուն, որով կարող ենք գնալ երկնային արքայություն, գնալ եւ ապրել Աստծու հետ հավիտենական կյանքի մեջ։ Նրա լույսի, նրա փառքի մեջ, նրա արքայությունում, նրա թագավորությունում ապրել հավիտյան նրա հետ։ Այդ ամենը մեզ տրված է Տեր Հիսուս Քրիստոսի արյամբ։ Նա ինքն իրեն զոհաբերել է որպես գառ, որպես Աստծու գառ, որ մենք կարողանանք նրա կողքին ապրել հավերժ, չունենալով այդ արժանինքները։ Մենք չենք կարող ոչ մի կերպ արժանանալ դրան, եւ մենք արժանանում ենք Տիրոջ շնորհով, Տիրոջ ողորմությամբ, որովհետև նա մեզ անսահման է սիրում, եւ նա գիտի, որ մենք չենք կարող բացարձակ անմեղ ու մաքուր ապրել, նա մեր բնույթը գիտի, բայց մեզ այնքան սիրեց, Հայր Աստված մեզ այնքան սիրեց, որ իր միածին որդուն ուղարկելով երկիր զոհաբերեց հանուն մեզ, որպեսզի նրա արյամբ մենք ապրենք, կյանք ունենանք, որպես Աստծու գառ զոհաբերվեց Տեր Հիսուս Քրիստոսը, որպեսզի ողջ աշխարհի մեղքերը իր բացառիկ արյամբ, որովհետև դա բացառիկ է նրա արյունը, որովհետև միակ արյունն է, որ կարող է փրկագնել ողջ աշխարհին, որովհետև նրա արյունը միակ արյունն է ողջ տիեզերքում, որ կարող է ողջ աշխարհի մեղքերը մաքրել, բոլորիս մեղքերը մաքրել։ Նրա արյամբ ենք մենք հավիտենական կյանքի պարգևը ստացել։ Եվ Տեր Հիսուսը ասել է, նրա ամեն խոսքը դա խոստում է, նա խոստացել է մեզ, որ կգնա իր հոր մոտ, սակայն կվերադառնա, որ մեզ էլ վերցնի, գրված է, ձեզ ինձ մոտ կվերցնեմ, մեզ էլ վերցնի, որպեսզի որտեղ ես եմ, այնտեղ էլ դուք լինեք, որովհետև Տերը մեզ այդքան սիրում է։ Ի սկզբանե Աստված կամենում էր, որ մենք իր կողքին ապրենք, սակայն ոչ մի անմաքուր բան չի կարող երկնային արքայություն մտնել։
Եվ Տեր Հիսուսը իր արյամբ մեզ մաքրեց։ Եվ հիմա հենց հիմա մեզանից յուրաքանչյուրը, ով դեռ չի ընդունել Տիրոջ արյամբ տրված փրկությունը, հավիտենական կյանքը, հենց հիմա դու կարող ես քեզ հանձնել Հիսուս Քրիստոսին, ընդունել նրան որպես քեզ Տեր ու Փրկիչ եւ խոստովանել քո բոլոր մեղքերը եւ Տիրոջ արյամբ տրված փրկությունը, ազատագրումը, հավիտենական կյանքը ընդունել, ազատվելով մահից եւ դժոխքից, որովհետեւ Տերը կգա, որպեսզի մեզ վերցնի եւ մենք լինենք այնտեղ, որտեղ որ նա է։ Եվ շուտով նա կգա, ցանկացած պահի, եւ պիտի պատրաստ լինենք։ Մենք հաճախ ասում ենք, որ պիտի պատրաստ լինենք, ես հենց անձամբ, բայց ոչ մեկս մեզանից չի կարող իմանալ, արդյոք ինքը պատրաստ է։ Սակայն մենք պիտի հիշենք, որ մենք Տիրոջ ողորմածությամբ ենք փրկված։ Տերը ողորմած է։ Նա տեսնում է մեզ, մեր ջանքերը, որ մենք ուզում ենք նմանվել իրեն եւ իր կողքին լինել հավերժ, որ մենք հանձնել ենք մեզ իր սուրբ ձեռքերին եւ ամենակարևորը մեր համար ինքն է Տեր Աստվածը, Տեր Հիսուս Քրիստոսը։ Նա տեսնում է մեր սրտերը եւ Տերը ասում է. «Ուր որ գնում եմ գիտեք եւ գիտեք նաեւ ճանապարհը»։ Ճանապարհը Տեր Հիսուսն է։ Երբ դու ընդունում ես Հիսուս Քրիստոսին որպես քեզ Տեր ու Փրկիչ, երբ դու ընդունում ես նրա կամքը, նրա պատվիրանները եւ ապրում ես դրանցով, փորձելով, աշխատելով քո վրա, քո հոգու, քո սրտի վրա, որպեսզի կարողանաս նրա պատվիրաններով ապրել, նրա կամքի մեջ ապրել, իսկ ամենահեշտ ձևը սերն է։ Եթե սիրում ես Հիսուսին, կկարողանաս, եթե նույնիսկ սայթաքես, նորից կվեր կենաս ու կշարունակես ապրել Տիրոջ կամքի մեջ, Տիրոջ պատվիրաններով, մինչև որ ավելի ու ավելի շատ կնմանվես քո Տիրոջը Հիսուս Քրիստոսին։ Մենք գիտենք ճանապարհը Հիսուսն է։ Միայն Հիսուսով կարող ենք գնալ երկնային արքայություն։ Ուրեմն քայլենք Տիրոջ հետևից, նրան սիրելով, նրան խոնարհվելով եւ նվիրումով։ Փառք քեզ Հայր Աստված, որ քո որդուն զոհեցիր հանուն ինձ, հանուն յուրաքանչյուրիս, որ մենք այսօր հույս ու հավատ ունենք, որ կլինենք երկնքում, ոչ թե դժոխքում, որովհետև Հիսուս Քրիստոսի արյամբ տրված փրկությունը մենք ընդունել ենք։ Շնորհակալ եմ քեզ իմ Տեր Աստված, իմ Հայր Աստված, շնորհակալ եմ քեզ իմ պաշտելի Հիսուս, որ քո արյամբ եմ ես փրկված ու քո սերը ամեն վայրկյան, ամեն րոպե ես զգում եմ։ Փառք քեզ իմ Տեր Աստված, շնորհակալ եմ։